այո, եւ եւս մեկ անգամ այո, բայց ես ուզում եմ երկու հանգամանք լրացնել, այսինքն ոչ թե լրացնել, այլ զուգահեռ երկու բանի մասին խոսել։ Առաջինը մենք որոշումները պետք է կայացնեինք եւ գնայինք առաջ, որպեսզի հաջորդ փուլի խնդիրը տեսնեինք։ Նախորդ ոչ մի կետում չկա այնպիսի դիտակետ, որից մենք նայենք եւ բոլոր խնդիրները տեսնենք։ Դա տեսություն է, չի լինում տենց բան։ Այսինքն, որովհետեւ պրակտիկ կյանքը մեկը ամենալավ որոշման մեջ, որոշումը այդ կյանքի վրա նստածնելու համար ինքը ունի բազմաթիվ նրբություններ, որ դու պետքա գնաս ճանապարհը, որ ճանապարհին տեսնես ինչ խնդիր կա, որովհետեւ այդ ճանապարհը ոլոր-մոլոր է, ինքը սենց մեր որոշումները ուղիղ են սենց, այ սենց ուղագից եւ ուղաձիգ են։ Իսկ ճանապարհը ոլոր-մոլոր է, բարձանում է, իջնում է, այսինքն մեր որոշումը չի պետքա այդ ոլոր-մոլոր ճանապարհների վրա կարողանանք կարգաբերենք։ Եվ երկրորդը, ինչքան էլ ինձ ստիպել էի, որ այսօր այս մասին կառավարության նիստում չխոսայի։ Ուրեմն կա մի առարկա, էական չի ինչ առարկա, որ ես իմ աշխատասենյակում ամեն օր օգտագործում եմ եւ այդ առարկան գտնվում էր իմ աշխատասենյակի մի դարակում։ Ես ասենք 3, 4, 5, 6 տարի այդ առարկան ամեն օր վերցնում եմ այդ դարակից։ 2 ամիս առաջ, չգիտեմ ինչ պատճառով, ինչ որ մի պատճառով, ես այդ առարկան որոշեցի այդ դարակից վերցնել, դնել մի ուրիշ դարակը, որը մյուսից 3 մետր այն կողմ է գտնվում նույն սենյակում։ Եվ ես ուղիղ 2 ամիս ամեն օր այս առարկայի հետևից գնալիս, եթե ինքս ինձ նախապես չեմ հիշեցնում, ասում հիշի, որ այն առարկան այլևս այդ դարակում չի, այսինքն ռուտինով գնում եմ, բացում եմ այն հին դարակը, տեսնում եմ այդ առարկանը տեղ չի, նոր հիշում եմ, որ դա իրականում է մյուս դարակում է։ Եվ ես իմ առաջ էքսպերիմենտ եմ անում, ասում եմ հետաքրքիր է, ինչքան ժամանակ կանցնի, որ ես գնամ, էլ առաջի դարակը չբացեմ, գնամ միանգամից երկրորդ դարակը բացեմ։ Հասկանում եք, այս մեր բոլոր որոշումները կապ ունեն նաև սրա հետ, մենք սա պետք է հասկանանք։ Մենք այդ առարկան այս դարակից հանում ենք, դնում ենք այս դարակը։ Եվ մարդկանց ասում ենք, Ժողովուրդ ջան, հիմա այս բաժակը ոչ թե այս դարակից ենք վերցնում, այլ վերցնում ենք այս դարակից։ Բայց մենք ռեֆլեքսով հələ շատ երկար ժամանակ գնալու ենք այս դարակն ենք բացելու։ Հասկանում եք, մենք կառավարումը հնարավոր չի լինի, եթե մենք այս գործոնը հաշվի չառնենք։ Այս հետաձգումները, որ ես ասում եմ, մենք բան ենք, հետաձգման աշխարհի չեմպիոն ենք, գիտեք ինչի՞ց է։ Որովհետև 4 անգամ գնում ենք, մոռացած այս դարակը բացում ենք, ներվայնանում ենք, ասում ենք, լավ եկեք հետ դնենք այս դարակը, լավ բան չկա, չի ստացվում։ Ես դրա համար եմ ասում, որ լուծումը հետևականն է, որ մենք ասենք, չէ, մենք ճիշտ ենք որ այս դարակից այս դարակն ենք դրել, եկեք այս գլխից ինքներս մեզ ասենք, որ մենք հələ 100 անգամ գնալու ենք այս դարակը բացենք, տենանք չկա, գնալու ենք նոր այն դարակը, մինչև մեզ համար այդ ձեռքբերովի ռեֆլեքս չդառնա, որ սա այլևս այս դարակում է, այդ հարցը չի լուծվելու։ Այստեղ խնդիրը էս է հենց այսպիսին է, որ գնանք որոշումը կայացնենք, գնանք էլի այդ դարակը բացենք, ասենք հոп մի րոպե։ Մենք ուրեմն ինչ որ բան պետք է այստեղ հիշեցնող բաներ դնենք։ Երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, 5-րդ անգամ, 6-րդ անգամ, մինչև արդեն առանց մեզ լարելու ինքնաբերաբար կբացենք այս երկրորդ դարակը։ Սա շատ կարևոր բան է մեր աշխատանքում, առանց այս հանգամանքը հաշվի առնելու մենք չենք կարող բան անել։ Դրա համար այս հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել։ Էլի ես կարծում եմ, այնտեղ որտեղ մենք համոզված ենք, իսկ շատ տեղեր այս դեպքում մենք համոզված ենք։ Հնարավոր չի սպանդանոցի դեպքում մեկ էլ մի օր մեկը մի այնպիսի փաստար կանի, մենք ասենք, հա էլի ճիշտ է անում, եկեք հետ պտտենք։ Այո, սխալվել ենք, մարդկանց ասել ենք, վայ, այսօրվանից սպանդանոց ալնելու, մարդիկ գնացել են ներդրում են արել,
հետո հետևական չենք եղել, այդ կարմիր սպանդանոցները կառավարության քաղաքականության հետևից գնացած ներդրում արած մարդիկ են, որ գնացել են ներդրում են արել ու տենց մնացել են, փող են ծախսել։ Բայց հիմա ես նաև դրա համար չեմ նեղվում, որ այդ մարդկանց այդ իրաց բաց թողած օգուտը վերադարձնելու հնարավորություն ենք տալիս։ Ու դա էլ է նորմալ, դա էլ է նորմալ։ Եվ մենք բոլոր հարցերում պետք է սենց հետևական լինենք։ Ոստիկանության պարագայում, այո, պետք է գնանք, նորից նայենք, էլի պետք է հետևականություն, այնտեղ որտեղ մենք ունենք սկզբունք, որտեղ մենք ունենք ռազմավարական պատկերացում եւ ռազմավարական որոշում, պետք է պարզապես լինենք հետևողական։ Չմտածենք, որ մի որոշումը մենք այդ հարցը լուծելու ենք։ Որոշումը պետք է դառնա կյանք, իսկ որպեսզի դառնա կյանք, մենք այս դարակը բացելու պետք է հասկանանք, որ մեզ անհրաժեշտ առարկան այլևս այդ դարակում չէ, մյուս դարակում է, որպեսզի դա դառնա իրականություն։ Եվ հետևաբար ես եմ անընդհատ բանանում, կառավարության նիստերին նեղվում եմ, ես չեղավ, բայց նիստից հետո ես այդ խոսակցությունը ինձ հետ շարունակում եմ, չէ, հետո հասկանում եմ, որ հա ինչքան էլ թռնենք վերև, իջնենք ցած, մեկը լուծումը հետևողականությունն է, այդ իհարկե այդ ընթացքում տասնյակ նրբություններ կա։ Տեսչական գործառույթը ոնց է, էլի տեսչական գործառույթն էլ էլի դարակի հարցը։ Ոնց կարա սենց բանը լինի, կներեք, էլի 1000 ներողություն եմ խնդրում։ Ամենայն հարգանքով որև մեկի անմեղության կանխավարկածը բան չանելով, էլի, չխախտելով։ Նա մեզ ասում է, բայց ոնց կարա այդպիսի բան լինի, չէ՞։ Ոնց կարա այդպիսի բան լինի։ Ասենք այս դահլիճում առնվազն տեսչական գործառույթի հետ կապված 1000 հատ քննարկում ա եղել, փակ, բաց եւ այլն եւ այլն եւ այլն։ Ոնց կարա տենց բանը լինի, այս դահլիճից մարդուն ասենք տանենք այնտեղ ու ասենք տենց արագության մեջ, էլի այդ արագության մեջ այդ բանը չես հասկանում, ինչն է բան։ Ասենք փող տվածը լինի այդ աշխատանքին գնալու համար, ասես հա, դե հիմա թող գնա ցուցմունք տա, ասի դե քանի որ տվել էի, հիմա ստիպված ամենայն չեմ ուզում ոչ մեկի անմեղության կանխավարկածը խախտեմ։ Դրա համար շատ չեմ կոնկրետացնում։ Բայց հասկանում եք, սրանք բաներ են, որ ուղղակի սովորական բանաձևերով ոչ մի փորձագետ մեզ չի կարա բացատրի դա։ Ոչ մի փորձագետ մեզ չի կարա։ Մենք դա ինքնուրույն պետք է հասկանանք։ Ինքնուրույն տանջվել տառապելով պետք է հասկանանք, որտեղ դա մեր խնդիրն է։ Կներեք էլի երկարացնելու համար կան այլ դիտարկումներ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, սպանդանոցային կետի հետ կապված կարևոր է նաև նշել, որ համայնքները եւս հնարավորություն ունեն համայնքը պատկան սպանդանոցներ կառուցելու, այդ ավելյալ եկամուտները իրենց համար կեներացնելու։ Միայն մասնավորի մասը չէ, եւ մեր մոտ Շիրակի մարզում Աշոց համայնք եւ Արտիկ համայնքը արդեն նախաձեռնել են համայնքապատկան սպանդանոցներ ունենալու, հավելյալ եկամուտներ եւս կեներացնելու համար։ Պարոն Պապյան, ճիշտ եմ, չի հասկանում, որ այս դեպքում այս սպանդանոցը համայնք համ է 10000 դրամը կստանա, համ էլ են 3% ընթացակարգային ծախսեր։ Այո, պարոն վարչապետ, եւ էլի այս ծրագիրն էլ ձեր հանձնարարականով եղել, երբ որ սուբվենցիայի շրջանակում համայնքներն հնարավորություն ունենան օգտվել այս եւ կառուցել սպանդանոցը։ Հա, սա ճշգրիտ են որոշումներից է, որ մենք այս դահլիճում որոշումը կայացրել ենք, գնացել ենք գյուղ։ Տեսնենք ոնց է աշխատում, հետ ենք եկել, էլ ենք որոշում կայացրել, գնացել ենք գյուղ կամ բնակավար եւ այդպես շարունակ։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։